Տատիկիս հուղարկավորությունից 3 օր անց ես Նաիրա Մելքոնյանս 59 տարեկան ստացած անուցագիր բանկից։ Տատիկս Սիլվա Գորգյանը ունեցել էր գաղտնի սեյֆ, որի մասին ոչ ոք չգիտեր։ Երբ բացեցի այն, ներսում կար 50,000 դոլար կանխիկ միակ հրահանգը, գտիր Ռոզա Բաղդասարյանին, Բաքու, 1958։ Ասա, Սիլվա Գորգյանը ներում է։ Իմ տատը, ով 70 տարի ապրել էր Գյումրիում, երբեք չէր խոսել Բաքվի կամ որե Ռոզայի մասին։ Իմ հետաքննությունը սկսվեց Հարանուհու խոսքերով։ 1958-ին Սիլվան 6 ամիս չկար։ Մենք գիտեինք, Բաքվում էր։ Արխիվներում ես գտա դատական գործ, Սիլվան Ռոզան մեղադրվել էին գողության մեջ, Ռոզան բանտարկվել էր, Սիլվան ազատվել։ Պարզ էր, տատս օգնել էր Ռոզային փախչել, թաքցրել էր նրան Բաքվում։ Բայց երբ ես գտա 89-ամյա Ռոզա Բաղդասարյանին Բաքվում, նա առանց զարմանքի ասաց. «Սպասում էի ձեզ 60 տարի»։ Եվ նա բացահայտեց ճշմարտությունը, որը կործանեց իմ ընտանեկան պատմության ամեն մի հիմքը։ Սիլվան, Ռոզան քույրեր էին։ Սիլվան ինքն էր մեղքը ստանձնել դատի ժամանակ, կորցրել էր իր սեփական երեխային, փորձելով փրկել Ռոզային բանտից, այդ օրվանից չէր կարողացել երեխա ունենալ։ Այդ իսկ պատճառով, երբ Ռոզան բանտում էր, Սիլվան որդեգրել էր Ռոզայի նորածին որդուն մեծացրել որպես իր սեփականը։ Իմ հայրը Ռոզայի որդին է։ Տատիկս ապրել էր 60 տարի, դառնալով իր քրոջ որդու մայրը։ Նա ամեն ամիս փող էր ուղարկում Բաքու, իր քրոջը իր որդու իսկական մորը։ Սա է քույրական սիրո զոհաբերության 60-ամյա գաղտնիքի պատմությունը, որը վերջապես միավորեց 3 սերունդ Բաքվի երանի միջ։ 1321 նիշ։ Տատիկիս հուղարկավորությունից 3 օր անց փոստատարը բերեց ծանուցագիր։ Նա ունեցել էր բանկային սեյֆ, որի մասին ոչ ոք չգիտեր։ Ես Նաիրա Մելքոնյանս, 59 տարեկան, նրա միակ թոռնուհին էի, բանալին հասցեագրված էր ինձ։ Երբ բացեցի սեյֆը, ներսում կար 50,000 դոլար կանխիկ մի նամակ, գտիր Ռոզա Բաղդասարյանին, Բաքու, 1958։ Ասա, Սիլվա Գորգյանը ներում է։ Սիլվա տատը երբեք չէր ասել, որ եղել է Բաքվում։ Նա միշտ պատմում էր, որ ամբողջ կյանքը ապրել է Գյումրիում։ Ով էր Ռոզան, ինչու։ Պետք է 50,000 դոլար տանեի նրան։ Որոշեցի հետաքննել։ Գնացի Գյումրի, մեր հին տուն, որտեղ տատս ապրել էր 70 տարի։ Հարանուհին, 88-ամյա Վարսենիկը, ինձ ճանաչեց։ Նաիրա ջան, ցավակցում եմ։ Սիլվան լավ կին էր, թե՞։ Նա կանգ առավ։ Թե ինչ։ Ոչինչ, մոռացի։ Բայց նրա աչքերում կար գաղտնիք։ Ես ճնշեցի։ Վարսենիկը վերջապես խոստովանեց, 1958-ին Սիլվան 6 ամիս չկար։ Ասաց, գնացել է Երան, բուժվելու։ Բայց մենք գիտեինք, Բաքվում էր։ Վերադարձա Երան, սկսեցի փնտրել արխիվներում։ Գտա, 1958-ին Գյումրիում եղել է դատական գործ։ Սիլվա Գորգյանը, Ռոզա Բաղդասարյանը մեղադրվել են պետական գույքի յուրացման մեջ։ Նրանք աշխատել են նույն գործարանում։ Ռոզան դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Սիլվան արդարացվել։ Բայց ինչու։ Բաքու։ Շարունակեցի փնտրել։ Գտա լրագրային հոդված 1959-ից։ Ռոզա Բաղդասարյանը փախել էր բանտից, անհետացել։ Նույն ժամանակ Սիլվա Գորգյանը բուժվում էր Բաքվում։ Կապը պարզ էր, տատս օգնել էր Ռոզային փախչել, թաքցրել նրան Բաքվում։ Որոշեցի գնալ Բաքու։ Ինտերնետում գտա, Բաքվում ապրում է 89-ամյա Ռոզա Բաղդասարյան։ Հասցեն համընկավ։ Երբ դուռը բացեց ծեր մի կին, ես տեսա տատիկիս աչքերը, նույն գույնը, նույն ձը։ Դուք Սիլվայի թոռնուհին եք, ասաց նա հայերեն, առանց որե զարմանքի։ Սպասում էի ձեզ 60 տարի։ Ռոզան պատմեց ամեն ինչ։ Նրանք քույրեր էին, իրական քույրեր։ Բայց ծնողները մահացել էին, երբ նրանք փոքր էին, նրանց բաժանել էին։ Սիլվան մեծացել էր Գյումրիում, Ռոզան Երանում։ Նրանք գտել էին միմյանց պատահաբար 25 տարեկանում, երբ երկուսն էլ աշխատանքի էին անցել նույն գործարանում։ Մենք երդվեցինք երբեք չբաժանվել։ Բայց կյանքը այլ ծրագրեր ուներ, ասաց Ռոզան։ Գործարանի տնօրենը սիրահարվել էր Սիլվային, բայց նա մերժել էր նրան։
Վրեժխնդրությունից նա կեղծել էր փաստաթղթեր, մեղադրելով քույրերին գողության մեջ։ Դատի ժամանակ Սիլվան ստանձնել էր ամբողջ մեղքը, բայց դատավորը տեսնելով, որ նա հղի է, արդարացրել էր նրան ամբողջ պատիժը դրել Ռոզայի վրա։ Սիլվան երբեք չասաց, որ հղի է։ Նա կորցրեց երեխային, փորձելով ինձ փրկել բանտից։ Այդ օրից նա չկարողացավ երեխա ունենալ, լաց եղավ Ռոզան։ Ես ապշած էի։ Տատս միշտ ասում էր, որ ունեցել է 5 երեխա, որոնցից միայն հայրս էր ողջ մնացել։ Բայց Ռոզան շարունակեց, ձեր հայրը իմ որդին է։ Սիլվան մեծացրեց նրան որպես իրը։ Աշխարհը պտտվեց։ Ռոզան ցույց տվեց փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ։ Ամեն ինչ ճիշտ էր։ Երբ Ռոզան բանտում էր, Սիլվան վերցրել էր նրա նորածին որդուն մեծացրել որպես իրը։ Երբ Ռոզան փախել էր, Սիլվան թաքցրել էր նրան Բաքվում, հայկական ընտանիքում, որտեղ նա ապրել էր 60 տարի, ադրբեջանուհու կեղծ ինքնությամբ։ Ամեն ամիս Սիլվան ուղարկում էր փող։ Երբեք չմոռացավ։ Բայց մենք չկարողացանք հանդիպել։ Չափազանց վտանգավոր էր, ասաց Ռոզան։ Հիմա հասկացա, թե ինչու տատս ամեն ամիսը գնում էր Երևան։ Նա ուղարկում էր փողը Բաքու, իր քրոջը, իր իրական որդու մորը։ Վերադարձա Երևան հայրիկիս հետ խոսելու։ Բայց նախ գնացի գերեզմանոց։ Նստեցի տատիկիս գերեզմանի մոտ։ Ինչքան ծանր գաղտնիքներ ես կրել, տատիկ։ Ինչքան զոհաբերություն։ Հանկարծ նկատեցի, գերեզմանակարի հետում փորագրված էր քր։ Քույր Ռոզա։ Նա չէր մոռացել։ Հայրիկիս ասացի ճշմարտությունը։ Նա լռեց երկար, հետո ասաց, միշտ զգացել եմ, որ մայրս ինձ նայում էր տարօրինակ սիրով ցավով միաժամանակ։ Հիմա հասկանում եմ։ Որոշեցինք միասին գնալ Բաքու։ 62 տարի անց հայրս գրկեց իր իրական մորը։ Ռոզան հայրս լաց էին լինում։ Սիլվան քեզ սիրում էր ավելի, քան ես կարող էի։ Նա իրական մայր էր, ասաց Ռոզան։ Փողը մերժեց վերցնել։ Սիլվան արդեն վճարել է իր պարտքը 1000 անգամ։ Այդ փողը ձերն է։ Բայց մենք թողեցինք այն նրան։ Տատս կցանկանար այդպես։ Վերադարձանք Երևան Ռոզայի հետ։ Նա կապրի իր վերջին տարիները իր ընտանիքի հետ։ Երկու քույրերը վերջապես միասին կլինեն, գոնե գերեզմանոցում։